2012 թվականի ապրիլ ամսին տրվեց Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացում Եվրոմիության Twinning ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի նպատակն է Հայաստանում հզորացնել սննդամթերքի անվտանգությունը, ինչպես նաև պարզեցնել միջազգային առևտրի իրականացումը։ Առողջ սնունդը առողջ սերունդ և առողջ ապագա ունենալու գրավականն է։ Մեր երկրում սննդի անվտանգությունը վերահսկող բազմաթիվ կառույցներ կան։ Այդ գործում մեծ է կառավարության դերը, որը կոչված է օրենսդրության և իրավական ակտերի միջոցով վերահսկելու սննդի անվտանգությունը։ Մյուս կառույցը սննդի վերահսկողության պետական ծառայությունն է, որը պատասխանատու է շուկայում անվտանգ սննդի վերահսկողություն իրականացնելու համար։ Այս շղթայում ոչ պակաս կարևոր են նաև արտադրողի բարեխղճությունը և իհարկե սպառողների իրազեկվածությունը։ Հայաստանի կառավարությանը սննդամթերքի անվտանգությունն ապահովելու հարցում իր գործուն աջակցությունն է ցուցաբերում նաև Եվրամիությունը Twinning ծրագրի միջոցով։ Twinning ծրագիրը Հայաստանում վերաբերում է կենդանական ծագման սննդի և անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացմանը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլիոն եվրո։ Հիմնական նպատակը սննդամթերքի անվտանգության վերահսկողության հզորացումն է և արտահանման ծավալների մեծացումը։ 21 ամիս տևողությամբ այս ծրագրում, որը մեկնարկել է 2012 թվականի ապրիլից, ներգրավված են եվրոպական 3 երկրներ՝ Նիդերլանդները, Դանիան և Լատվիան։ Այս ընթացքում Եվրամիության փորձագետները, Հայաստանի կառավարությունը և բոլոր պատկան մարմինները աշխատում են իրենց համատեղ ներուժն օգտագործել ծրագրի բոլոր բաղադրիչների իրականացման ուղղությամբ։ Այս ծրագիրը կարևոր է երկու ասպեկտով։ Առաջինը այն է, որ մենք ծրագրի շրջանակներում փորձում ենք ճանաչել եւ հասկանալ, թե ինչ է սննդամթերքի անվտանգությունը Եվրոպական միությունում, եւ երկրորդը, թե ինչպես այդ ամենը կարող ենք մոտարկել եւ ներդաշնակեցնել մեր գործողությունները եվրոպական չափորոշիչներին եւ ստանդարտներին։ Ծրագրի բոլոր 4 բաղադրիչներն այնպես են ընտրվել, որ համակողմանի աշխատանքի արդյունքում բարեփոխվի օրենսդրությունը, աշխատանք տարվի տնտեսվարողների հետ, ինչպես նաև ապահովի հասարակության իրազեկվածությունը։ Նախ եւ առաջ աշխատանք է տարվում սննդամթերքի անվտանգության մասին օրենքը եվրոպականին մոտարկելու ուղղությամբ։ Փորձագետներն այս հարցում համակարծիք են։ Առանց անթերի օրենք ունենալու հնարավոր չէ խոսել սննդի անվտանգությունից։ Մենք աշխատում ենք ըստ առաջնահերթությունների ծրագրի, որը մշակվել է սննդամթերքի անվտանգության ծառայության և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից։ Դա բավականին կհեշտացնի միջազգային առևտուրը և Հայաստանի մուտքը դեպի եվրոպական շուկա։ Կենդանական սննդամթերքի արտադրման, իրացման և վերահսկողության մասով բոլոր 5 իրավական ակտերն արդեն իսկ մոտարկված են և գտնվում են շրջանառության փուլում։ Այժմ արդեն միջազգային փորձագետները գնահատում են, թե արդյոք համապատասխանում են մշակված ակտերը եվրոպական նորմերին։ Ծրագրի շահառուներն են բոլորը, եւ սպառողները, եւ արտանողները, եւ ներքին արտադրողները։ Այսինքն մենք օրենսդրության մոտարկման աշխատանքները ավարտելուց հետո կունենանք ավելի պաշտպանված սպառող սննդի անվտանգության տեսանկյունից, մենք ավելի լայն հնարավորություն ենք ընձեռնելու մեր տեղական արտադրողներին իրենց ապրանքը արտահանելու համար։ Twinning ծրագրի շատ կարևոր բաղադրիչներից մեկն էլ տեսչական ստուգումներն են, որոնք հնարավորություն կտան սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչներին սովորելու, թե ինչպես պետք է իրականացվեն ստուգումները։ Ծրագրի փորձագետներն արդեն կատարել են համատեղ ստուգայցեր և դրական են գնահատել մսամթերք արտադրող տեղական ընկերություններից մեկի աշխատանքը։ Մենք էլ եղանք նշված արտադրությունում և համոզվեցինք, որ Հայաստանում այսօր իսկապես արտադրվում է եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք, որն արժանի է ներկայացնել Հայաստանը Եվրամիության երկրներում։ Փորձագետներն իրենց այցի ընթացքում կարևորել են ամեն մանրուք, քանի որ միայն այդպես է հնարավոր արտադրել առողջության համար անվտանգ սննդամթերք։ Անհրաժեշտ է բազմաստիճան ստուգում, մսի ոսկրազատումից մինչև արտադրանքի վերջնական պատրաստում։ Արտադրանքը պետք է լիովին համապատասխանի մակնշմանը, համոզված են եվրոպացի փորձագետները։ Twinning ծրագրի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք նաև եվրոպական փորձը եւ բոլոր այն դիրեկտիվաները, որոնք վերաբերում են մակնշման պահանջներին, պարտավորվել ենք մոտարկել, քանի որ մակնշումը դա միասնական դաշտ ստեղծելուն է ուղղված եւ այդ հենց մոտարկումը դա է, որպեսզի մեր եւ Եվրոմիության կողմից կանոնները խաղի լինեն նույնը։ Մենք սննդամթերքի անվտանգության մասին օրենքով ունենք մակնշման պարտադիր տեղեկությունների ցանկ, որոնք պարտադիր պետք է մակնշվեն, սակայն այդ տեղեկությունների ուրեմն մակնշման կանոններ, միասնական պահանջներ սահմանված չէին եւ ըստ էության
արտադրողի կողմից կամայական մոտեցումներ էին ցուցաբերվում։ Ծրագրի նպատակը նաև իրազեկված սպառող ունենալն է։ Շատ կարևոր է, որ հասարակ սպառողը տեղեկացված լինի, թե ինչ բաղադրություն, պիտանելիության ինչ ժամկետներ պիտի ունենա անվտանգ սննդամթերքը։ Շատ կարևոր է, որ հանրությանը ավելի շատ գիտելիքներ մատուցվեն։ Սպառողն իրազեկված լինի կոնկրետ սննդամթերքի մասին, թե ինչքանով է այն անվտանգ։ Ես ուզում եմ նշել, որ Հայաստանի եւ Եվրամիության օրենսդրության մեջ տարբերություն կա։ Եվրամիությունում սննդամթերքի առաջին պատասխանատուն հենց մասնավոր հատվածի ներկայացուցիչն է, ոչ թե պետական մարմինը։ Պետական մարմինը միայն վերահսկում եւ ստուգում է, թե նորմերը ինչքանով են ներդրված մասնավոր հատվածում։ Սա Եվրամիության մոտեցումն է եւ ես հուսով եմ, որ երբ Հայաստանում ներդրվեն Եվրամիության նորմերը եւ մոտարկումն ավարտվի, Հայաստանում նույնպես կունենաք այդ մոտեցումը եւ դա մեծ քայլ կլինի դեպի Եվրամիության շուկա։ Դանիայի փորձագետները օգնել են սննդի անվտանգության ծառայությանը ինտերնետային նոր կայքի ստեղծման ուղղված աշխատանքներում։ Նոր կայքը մեկ ամսվա ընթացքում պատրաստ կլինի, որն ավելի գլոբալ եւ լայն կներկայացնի սննդամթերքի անվտանգությունը թե գործողությունների, թե իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվության առումով։ Կպատրաստվի նաեւ անիմացիոն ուսուցողական 6 ֆիլմ, որոնք կիրազեկեն հանրությանը այս կամ այն սննդամթերքի անվտանգության մասին։ Հենց ամբողջ խոր եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հիմքում ընկած է այն, որպեսզի մենք դյուրացնենք մեր տեղի արտադրողներին, մեր մասնավոր սեկտորին, մասնավորապես մեր ուղղությամբ գյուղատնտեսության ոլորտում ավելի դյուրացվի ամբողջ արտահանման գործընթացը։ Սննդամթերքի անվտանգության համակարգ ունենալը թանկ հաճույք է։ Անվտանգ սննդամթերք ապահովելու համար արտադրողը կունենա լրացուցիչ ծախսեր, սակայն ցանկացած փոքրիկ բաց թողում, որը կարող է վնասել առողջությանը, շատ ավելի թանկ է։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Կհանդիպենք հաջորդ ամիս, նույն օրը եւ նույն ժամին։ Այսպիսին էր Եվրոպան այսօր։